Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 46 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել մի շարք քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր 45 թեկնածուներ։ Դիմումների մի մասը ներկայացվել է նոտարական վավերացմամբ, իսկ մյուս դեպքերում թեկնածուները անձամբ մասնակցել են ԿԸՀ նիստին։ Մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմումը մերժվել է, քանի որ այն նոտարական կարգով չի վավերացվել, իսկ դիմողը նիստին չի ներկայացել։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն եւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոն եւս 3 տարով երկարաձգել են համագործակցության հուշագիրը։ Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանի խոսքով նախորդ համագործակցության ընթացքում կազմակերպվել է 7 վերապատրաստում եւ շուրջ 30 մասնագիտական քննարկում։ ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ծրագրերը նպաստել են քննչական եւ օպերատիվ կարողությունների զարգացմանը։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Ալեքսանդր Թիգայը հայտարարել է. ԱՄՆ-ն շարունակելու աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին Հայաստանում։ Վարչապետի որոշմամբ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական Միքայել Խաչատրյանը նշանակվել է Եվրոպական միությունում եւ համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի մաքսային կցորդ։ Նա պաշտոնը կստանձնի հունիսի 1-ից 3 տարի ժամկետով։ Նորանշանակ կցորդը պատասխանատու կլինի Եվրամիության մաքսային համակարգերում Հայաստանի շահերի ներկայացման եւ միջազգային համագործակցության խորացման համար։ Պեկում ընդգծել են, այս նշանակումը նպատակ ունի արագացնել Հայաստանի ինտեգրումը եվրոպական մաքսային համակարգերին եւ բարձրացնել երկրի տնտեսական գրավչությունը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Քրուի հետ։ Կողմերը քննարկել են կրիտիկական հանքանյութերի եւ մետաղների արդյունահանման եւ մշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրերին եւ ամերիկյան ընկերությունների հնարավոր մասնակցությանը հայկական նախագծերում։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ ռազմավարական հանքանյութերը վճռորոշ դեր ունեն գլոբալ մատակարարման շղթաներում։ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Հռոմում անցկացված կաթոլիկ եւ արևելյան ուղղափառ եկեղեցիների պաշտոնական աստվածաբանական երկխոսության հանձնախմբի ժողովին։ Նարեկ arczepiskopos Ալե Էմեզյանը մասնակցել է որպես համաքարտուղար։ Ժողովի ընթացքում ամփոփվել են վերջին 20 տարվա հանդիպումները եւ մշակվել է երկխոսության հաջորդ փուլի ուղեգիծը։ Մասնակիցներին ընդունել է նաեւ Լևոն Քահանայապետը, որը բարձր է գնահատել կատարված աշխատանքը։ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը ընդունել է Թալա Էներջի Մենեջմենտ ընկերության ղեկավարությանը, որը զբաղվում է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմամբ։ Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել անցակետի ռազմավարական նշանակությանը։ Կողմերը քննարկել են ծրագրի ընթացիկ վիճակը եւ շինարարական աշխատանքների զարգացումը։ Իրան-Հայաստան 400 կՎտ լարման երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են։ Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանի խոսքով գործընթացը դանդաղել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածության պատճառով։ Չնայած դրան, այժմ աշխատանքները նորից ակտիվ փուլ են մտել, շարունակվում են հենարանների տեղադրումն ու մալուխների անցկացումը։ Նախարարությունում վստահեցնում են, նախագիծը շարունակում է մնալ առաջնահերթ եւ նպատակը հնարավորինս արագ ավարտել այն։ Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի հայտարարություններին, դրանք անվանելով զգացմունքային։ Նա հայտարարել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում էսկալացիա չի լինելու եւ ընդդիմությանը մեղադրել է նման մթնոլորտ ձևավորելու փորձերի մեջ։ Փաշինյանի խոսքով Հայաստանը փոքր երկիր է եւ Ռուսաստանի հետ բաց հակամարտությունը երկրի շահերից դուրս է։ Նա նաեւ հիշեցրել է Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, իսկ միության որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչը ըստ նրա ապացուցում է Երևանը հակառուսական քաղաքականություն չի վարում։
Հայ ազգային կոնգրեսը խիստ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նրան մեղադրելով Վանո Սիրադեղյանի ճակատագրի համար։ Լևոն Զուրաբյանի խոսքով Փաշինյանը լինելով վարչապետ կարող էր ապահովել Սիրադեղյանի վերադարձը Հայաստան եւ վերացնել նրա դեմ հարուցված մեղադրանքները, սակայն դա չի արել։ Նա հայտարարել է Փաշինյանի փոխանցած ուղերձը՝ դու միևնույն է պետք է նստես, ծանր հոգեբանական հարված է դարձել Սիրադեղյանի համար։ Զուրաբյանի խոսքով հենց այդ վերաբերմունքն է կոտրել նախկին ներքին գործերի նախարարին։ ՀԱԿ ներկայացուցիչը նաև կոշտ քննադատության է ենթարկել Փաշինյանի քաղաքական կարողությունները, հայտարարելով նա չունի բավարար գիտելիքներ աշխարհաքաղաքականության, դիվանագիտության եւ պետական կառավարման ոլորտներում։ Նրա խոսքով այդ անփորձության հետևանքով Հայաստանը անցել է պատերազմների եւ հայտնվել ծանր իրավիճակում։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Նա նշել է այդ օրերին հիմնական ստադրիչը հենց Փաշինյանն էր։ Քոչարյանը հիշեցրել է, իր նախագահության 10 տարիների ընթացքում լրագրողի միայն մեկ սպանություն է տեղի ունեցել։ Տիգրան Նաղդալյանի գործը եւ այդ սպանությունը ըստ նրա բացահայտվել է։ Նա նաեւ պնդել է ներկայիս իշխանությունները խոսքի ազատության մասին հայտարարություններ են անում, բայց իրականում մարդկանց աշխատանքից ազատում են սոցիալական ցանցերում ակտիվության համար։ Քոչարյանը հայտարարել է Հայաստանում աճել են հանցավորությունն ու թմրամոլությունը, քանի որ իրավական համակարգը զբաղված է քաղաքական վերահսկողությամբ, այլ ոչ թե հանցավորության դեմ պայքարով։ Նրա խոսքով ոստիկանությունը ավելի շատ հետևում է Facebook-ի գրառումներին, քան իրական քրեական իրավիճակին։